Նկատեցիք, չէ, ժողովուրդ ջան, դաշնական ռոբական ձեռագիրը։ Սրանք էս են, տերորիզմից են կողմ բան չգիտեն։ Սրանք դասական տերորիստներ են։ Այդ 1920 թվականին, երբ որ դաշնակցությունը Ալեքսանդրապոլի պայմանագիր ստորագրեց ու երկրից թռավ, փախավ, երկիրը հայրենիքը ու ժողովրդին անտեր թողելով ռուս-թուրքական տանդեմի դեմ, այդ ժամանակ ինչի որևէ դաշնակ չսպանվեց։ Չէ, սրանք սովոր են հայրենիքը ծախեն, հետո գնան Սփյուռքում, ժողովրդի հասարակ ժողովրդի էմոցիաների վրա խաղան, ժողովրդին դրդեն տերորիզմի, սպանություններ անեն, հետո էլ երբ արդեն երկիրը նորից ուզենա անկախանա, նորից պետականություն ձևավորվի, գան ասեն դե չեմ այս պահին հələ անկախություն պետք չի, ոնց որ ասում էին 80-ականների վերջին ու 90-ականների սկզբին, երբ պետք է Հայաստանը անկախանար սովետական միությունից։ Սրանց պետք է պետականություն չլինի, որպեսզի կարողանան ժողովրդի էմոցիաների վրա խաղան, փողեր դիզեն Սփյուռքում կամ հենց ներսում, մարդկանց դրդեն տերորիզմի ու իրենք վայելեն կյանքը, թքած ունենալով հայրենիքի վրա էլ, պետության վրա էլ, ժողովրդի վրա էլ։ Էս եք դուք այդ տականք սրիկաներ։ Այդ դիմակով կանգնած տականքները ամենավախկոտ կենդանիներն են։ Դե այդքան տղա եք դիմակներդ բացեք։ Այդքան տղա եք բացեք դիմակներդ։ Այ վիժվածքներ։ Դուք ընդհանրապես մարդկային ծնունդ եք, թե ինչ եք։ Ձեր նման տականքներին հայ ժողովուրդը սատկացնելու է։ Բարոյական առումով սատկացնելու է, ոչնչացնելու է։ Դուք անհայրենիք տականքներ եք, դուք թափառաշրջիկ բոմժի պես թափառելու եք, որդ որ հասցրեց փախած մնար։ Իսկ մնացածը փտելու եք, բանտերում փտելու եք, սատկելու եք բանտերում։ Տականքներ։ Այս տերոր եք արդեն ուզում անեք։ Չնայած հավատում ենք դեսչից, որ ձեզանից հեռու է։ Էս են սրանք, ուրեմն ժողովուրդ, լավ իմացեք, հունիսի 7-ին սրանց ով ձայն տվեց, ուրեմն համաձայնա, այս եռյակ, քառյակ, հնգյակ, սրանց ով ձայն տվեց, ուրեմն կողմա, որպեսզի Հայաստանի պետականությունը ոչնչանա, որպեսզի Հայաստանում լինեն տերորիստներ, որոնք ովքեր իրենց դեմ եղան, նրանց սպանելու են ու թաքուն, այսպես դիմակների հետևում թաքնված։ Սրանք վախկոտ, ամենավախկոտ տականք սրիկաներն են։ Վստահ եմ, այդ Ղարաբաղի ակցենտով խոսացողները Ղարաբաղի պատերազմին չեն մասնակցել ոչ մի րոպե։ Այս տականքները այն փախնողներից են, ովքեր պատերազմի օրերին Երևանի ամենաթանկանոց օբյեկտներում ու ռեստորաններում քեֆ էին անում։ Այդ տականքներից են սրանք, կամ Ռուսաստաններում ծվարած կենդանիներ, ովքեր թքած ունեն իրենց հայրենիքի վրա։ Հայ ժողովուրդը նենց է թքած ունենալու ձեր վրա ու ձեր տերերի վրա, որ աշկերտ պլշած մնա։ Եղավ այդ տերորիստ սրիկաներ, այդ թափթփուկներ։ Այսքանը ժողովուրդ ջան։